Կարլեն, շնորհավորում եմ հաղթանակի եւ մրցաշրջանի ավարտի կապակցությամբ, բայց նախ խաղի մասին, ինչպիսին այն ստացվեց, սկզբում գոլ բաց թողեցինք, բայց հետո կարողացանք վերադառնալ։ Շատ դժվար խաղ էր, ասեմ նախ շնորհակալություն, շատ դժվար խաղ էր, կամային հատկություններ դրսևորեցինք եւ կարողացանք հաղթել այս խաղը։ Մրցաշրջանը ավարտվեց, դու շատ կարևոր դեր կատարեցիր թիմում, ինչպես կգնահատես քո զարգացվածությունն այս մրցաշրջանում։ Լավ կգնահատեմ, ուրախ եմ, որ կարողացա թիմին օգնեմ, այն ինչով կարողանում եմ ամեն խաղին ավելի շատ եմ անում։ Մրցաշրջանն ավարտեցինք 3-րդ հորիզոնականով, արդյոք դա Փյունիկի ներուժն էր, թե ավելին ենք սպասում։ Ոչ միանշանակ Փյունիկը միշտ առաջի տեղի համար է պայքարում, բայց այս պայքարությամբ վերջի խաղով էլի բրոնզե մեդալը մեր համար բավարար էր։ Այսօր նաև Փյունիկի 900-րդ պաշտոնական հանդիպումներ ներքին առաջնություններում, ինչ է զգում Փյունիկի մասը կազմելով։ Շատ ուրախ եմ այս թիմի մասը կազմելով, շնորհավորում եմ Փյունիկի 900-րդ խաղը, որ հաղթանակով ավարտեցինք։ Հուսամ 1000-րդ խաղն էլ ստեղ կլինի։ Առաջիկայում փոքրիկ հանգիստ, որից հետո արդեն եվրագավաթների պատրաստվածություն, ինչպես է թիմը տրամադրված արդեն նման հանդիպումներ։ Շատ մարտական է տրամադրված, գնալու ենք հաղթելու ու հնարավորինս առավելագույնը անելու։ Հանգիստը կարծում եմ քեզ այդքան էլ չէր վերաբերվում, որովհետև առաջիկայում կա ազգային հավաքականի հանդիպումներ եւ դու հրավիրված ես, ինչպես ես տրամադրված արդեն այդ խաղերին։ Շատ լուրջ տրամադրվածությամբ, պատասխանատվության մեծ զգացումով սպասում եմ այդ խաղերին, վստահ պետք է գնանք հաղթանակի։